Հակաբիոտիկները իրենք իրենցով շատ մեծ վտանգ են կայացնում ընդհանրապես և հասարակությանը և անհատներին, որոնք հաճախ են դրանք օգտագործում և որոնցով հույս են ունենում վերջնական ազատվել որևէ հիվանդությունից։ Նույնիսկ արտադրող կազմակերպությունները և համաշխարհային առողջապահական կազմակերպությունը թույլ չի տալիս այն կիրառել զուտ ցանկությամբ, որ կամ ինքնաբուժման եղանակով, այլ դրանք ընդհանրապես հակաբիոտիկները անհրաժեշտ է կիրառել միայն այն պարագայում, երբ կենսական ուժը օրգանիզմի թույլ է և բժշկման ժամանակ պետք է որոշակի ժամանակ շահել, այսինքն կրիտիկական վիճակից հետ բերել պացիենտին և վերականգնել օրգանիզմը որոշ ժամանակ, այսինքն ժամկետ է տալիս, որից հետո նորից սկսվում է իրական բուժման պրոցեսը։ Այսինքն հակաբիոտիկը այդ դեպքերում կարելի է կիրառել մեկ կամ երկու անգամ, ոչ կուրսով դա ինքնաոչնչացման ճանապարհին է մարդը գնում և կուրսից հետո որպես կանոն լուրջ կարելի է ասել շատ դեպքերում անբուժելի հիվանդություն են առաջանում։ Ճնշվում է իրական հիվանդությունը, վերածվում է պասիվ վիճակի, որը վաղ թե ուշ իրեն զգացնել է տալիս ֆիբրոզ հյուսվածքների տեսքով, լինում են դեպքեր նույն ցիրոզները, այսինքն լյարդի հիվանդությունները լուրջ, նայած ինչ հիվանդություն է եղել, օրինակ եթե թոքերի հետ կապված են հակաբիոտիկներ տվել, ապա թոքերում են լուրջ պաթոլոգիաներ առաջանում, նույնիսկ օրգանական փոփոխություն, եթե ստամոքսի համար են տվել, ապա էրոզիաներ կարող են մնալ, առաջանալ, կարող է նաև խոցը վերածվել խրոնիկի, ցավը մարդը չզգա, բայց վաղ թե ուշ այդ խնդիրները հետագայում արտահայտվում են ավելի ագրեսիվ ձևով և դեպքեր են լինում, երբ ագրեսիվ այդ շրջանը այնքան ուժեղ է, որ պացիենտի օրգանիզմը պատրաստ չի լինում դրան։ Սրանք բոլորը հակաբիոտիկների հետևանքներն են շատ հիվանդության ժամանակակից հասարակության մեջ հիվանդությունների այդ թվում նաև բակտերիաների փոփոխությունները, այսինքն գենային փոփոխությունները հենց հակաբիոտիկների հետևանքով է եղել և շատ հիվանդություններ արդեն վերածվել են ավելի ուժեղ, ավելի պաշտպանված, այսինքն ինֆեկցիաների մասին է խոսքը և հակաբիոտիկները կարող են կամ չաշխատել կամ աշխատել փոխելով բակտերիայի գենետիկական կոդը, որով այլ հակաբիոտիկը չի տեսնում այդ բակտերիային։ Կոկորդային հիվանդությունների հետ կապված, երբ որ հակաբիոտիկներով են բուժում, այսինքն կուրսով, դա կարող է վերածվել խրոնիկ ռևմատիզմի, խրոնիկ տանզալիտի, վահանաձև գեղձի աուտոիմուն հիվանդության։ Նույնը վերաբերվում է, երբ որ բրոնխիտների կամ թոքաբորբների ժամանակ կամ տուբերկուլոզի ժամանակ հակաբիոտիկներ են օգտագործում, այդ հիվանդությունը սառում է, վերածվում է խրոնիկի և լինում են դեպքեր, երբ սկսում է աշխատել, այսինքն այդ օրգանը կամ հասնում է նրան, որ օրգանիզմի immunitეტը ընկնում է, այդ հիվանդությունը ավելի ագրեսիվ ձևով է արտահայտվում։ Լյարդի դեպքում, ամեն դեպքում, ցանկացած խնդրի դեպքում, եթե անձի հակաբիոտիկ են խմում, լյարդը վնասվում է և ցիրոզի նախնական ստադիան ամենաառողջ մարդու մոտ կարող է սկսել մի կուրս հակաբիոտիկից հետո։ Եվ հակաբիոտիկները ընդհանրապես ոչնչացնում են և միկրոֆլորան, այսինքն աղիների օրգանիզմի, այսինքն աղիներում շատ օգտակար բակտերիաներ կան, որոնք պետք են անհրաժեշտ են և վիտամինների յուրացման սինթեզի հետ, և շաքարի սինթեզի, գլյուկոզայի և այլն, այսինքն այդ բակտերիալ ֆոնը որ փոխվեց, օրգանիզմը արդեն թուլանում է և բակտերիալ ֆոն պրոբիոտիկներով դա հեքիաթ է, երբ որ ցանկանում են պրոբիոտիկներով վերականգնել, եթե լյարդը հիվանդացել են հակաբիոտիկներով, լեղու նորմալ որակի լեղի դուրս չի գալիս և ենթաստամոքսային գեղձը նորմալ չի աշխատում, ապա
ալկալիական միայնքի միջավայրը փոխվում է աղիներում։ Այդ դեպքում ինչ պրոբիոտիկ կարող է օգնել։ Ոչ մի պրոբիոտիկ չի կարող բակտերիալ ֆոնը կարգավորել, քանի որ pH-ը, այսինքն թթվային եւ ալկալիական բալանսը միջավայրի չի կարգավորվել, բալանսի չի եկել, այսինքն աղիներում։ Ոչ մի պրոբիոտիկ չի կարող կարգավորել։ Բակտերիաները ապրում են այնտեղ, որտեղ իրենց կա հարմար պայմաններ։ Եթե հարմար պայման չկա, այնտեղ ոչինչ չեն կարող անել։ Նույնիսկ եթե տոնաներով խմեն։ Իսկ հաջորդը, որ երբ որ լուրջ օրգանական փոփոխությունների լինում եւ բուժում է, դա կոչվում է հայտնի կա շատ հայտնի եւ բանիմաց բժիշկ, ով քասկերներ է բուժում։ Սրացման ժամանակ, երբ որ կան օրգանական փոփոխություններ, օրգանիզմում կարող են սրացումներ լինել, կամ եթե օրգանիզմը հիվանդացել է որևէ ինֆեկցիոն հիվանդությունով, եւ այդ օրգանը չի կարողանում այդ հաղթահարել ինֆեկցիային, ապա մեկ անգամ, երկու անգամ հակաբիոտիկով թուլացնում է այդ պայքարը, օրգանիզմը ուժեր հավաքում, մինչև հաջորդ պայքարին, որովհետեւ օրգանական փոփոխությունների դեպքում պետք են մակրոֆագեր, պետք են մակոբակտերիաներ, այսինքն արտաքին աշխարհից պետք է բակտերիաներ մտնեն թոքեր, լյարդ, որպեսզի ֆիբրոզ բջիջները կամ ուռուցքները կամ լինում են այտուսները, դրանք օրգանիզմը այդ բակտերիաներին կարող է օգտագործել, որպեսզի ազատվի այդ չպետքական բջիջներից։ Տուբերկուլյոզի օրինակ բակտերիաները չեն ապրում առողջ թոքերում, այսինքն կա հիվանդ թոք, այնտեղ են նրանք բնակվում, եւ եթե հիվանդ թոք կա, ապա պետք է օգնել, որպեսզի տուբերկուլյոզը այնտեղ, երբ որ արդեն վարակը կա, որպեսզի տուբերկուլյոզը, երբ որ իր գործը անում է, այդ ընթացքում նաեւ օրգանիզմը հաղթի նաեւ տուբերկուլյոզին, այսինքն առողջացավ օրգանը եւ այդ ջրքում բակտերիան դուրս է գալիս նույն տուբերկուլյոզի եւ հայտնի այդ բանիմաց գիտնականը մինչեւ օրս չարորակ քասկերներն է բուժում ու իր մոտ շատ մեծ արդյունքներ կան, հենց նրա համար, որ խելացի է օգտագործում, նույնիսկ այդ հակաբիոտիկը ինքը հաճախ չի նշանակում կամ օգտագործում, բայց կարող է ասենք շատ հազվադեպ այն էլ 1 կամ 2 անգամ, որովհետեւ եթե կրկն 5 անգամ, 3-4 անգամ խմի 5 օր կամ կուրսով, ապա այդ օրգանիզմը կամ մարդը ինքը ոնց որ ստորագրի իր դանդաղ մահի ճանապարհը, ոնց որ ինքը իր ձեռքով իր կյանքն է կրճատում եւ նոր հիվանդություններ է ձեռք բերում, այսինքն ինքը գնում է ինքնուրույն այդ ճանապարհը։ Իսկ նույնը վերաբերվում է խրոնիկ հիվանդությունների բուժման ժամանակ, այդ դեպքում իրականում անհրաժեշտ է հակաբիոտիկներ միայն ծայրահեղ դեպքում օգտագործել, այն էլ շատ կարճ 1 կամ 2 անգամ, այն էլ երբ արդեն նկատվում է, որ օրգանիզմը պարտվել է, որովհետև դեպքեր կա, որ օրգանիզմը իրականում պարտված չի, ջերմությունը կարող է 39 լինել, 38, դա պանիկայի ջերմություն չի, շատերը 38-ը արդեն պանիկայի մեջ են։ Իրականում այդ ջերմությունով չի որոշում օրգանիզմի պայքարը, օրգանիզմը պարտվել է թե չէ, այլ մյուս ախտանիշներով, այսինքն այդ օրգանական փոփոխությունները անցնում են թե չէ, մյուս պրոցեսները, այսինքն եթե օրինակ լյարդի հետ է կապված, մաշկի գույնն է փոխվում, վերականգնում թե չէ, քորեր, ցաներ կամ թե չէ, եւ այդպես շարունակվում։ Նույնը վերաբերում է մյուս օրգաններին։ Այսպիսով սա կօգնի խելացի պացիենտներին, որովհետև մարդ կա, որին երբեք չէ կարող եւ պետք էլ չի համոզել, բայց խելացի պացիենտներին կօգնի, որպեսզի նրանք կարողանան խուսափել կողմնակի ու ծանր հետևանքներից սխալ բուժումների արդյունքում։ Առողջ